Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ մտածել եք, եթե Աստված ինձ հետ է, ապա ինչու են այսքան դժվարություններ լինում իմ կյանքում, ինչու են լինում անհաջողություններ, եթե աղոթում եմ, ինչու են լինում ցավեր, եթե հավատում եմ, ինչու են լինում հարձակումներ, եթե ես Աստծուն եմ ծառայում։ Շատ մարդիկ կարծում են, թե Աստծո կամքի մեջ լինելը նշանակում է ապրել առանց խնդիրների, բայց եթե այդպես լիներ, ապա Պողոս առաքյալը պիտի լիներ աշխարհի ամենաանհոգ մարդը։ Իսկ իրականությունը ուրիշ է։ Նա ծեծվեց, հալածվեց, բանտարկվեց, մերժվեց, զրպարտվեց։ Եվ հենց այդ մարդու շուրթերից ենք լսում այս խոսքերը. ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։ Այս հատվածը մեզ սովորեցնում է, որ իսկական հավատքը երևում է ոչ թե այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է, այլ այն ժամանակ, երբ ամեն ինչ դժվար է։ Մենք ձեր գործակիցներն ենք եւ աղաչում ենք, որ դուք Աստծո շնորհն իզուր ընդունած չլինեք, որովհետեւ Աստված ասում է. ընդունելի ժամանակում լսեցի քեզ եւ փրկության օրը օգնեցի քեզ։ Ահա հիմա ընդունելի ժամանակն է, ահա հիմա փրկության օրն է։ Ոչ մի բանով պատճառ մի եղեք, որ մեր ծառայությունը վար կպեկվի, այլ բոլոր դեպքերում դուք ձեզ ներկայացրեք որպես Աստծո պաշտոնյաներ, ցուցաբերելով մեծ համբերություն նեղությունների մեջ, վշտերի մեջ, չարչարանքների մեջ, հարվածների տակ, բանտերում, խռովությունների մեջ, տգնությունների մեջ, հսկումների մեջ, ծոմապահության մեջ, սրբությամբ, գիտությամբ, համբերությամբ, քաղցրությամբ, սուրբ հոգով, անկեղծ սիրով, ճշմարտության խոսքով, Աստծո զորությամբ, արդարության զենքով, որ աջ եւ ձախ ձեռքերում է, փառքով եւ անարգությամբ, գովասանքով ու պարծավանքով, խաբեբա համարվողներ, բայց ճշմարտությունից չշեղվածներ, իբրև անծանոթներ, բայց բոլորից ճանաչվածներ, իբրև մահամերձներ, բայց ահավասիկ ողջ ենք, իբրև պատժվածներ, բայց ոչ մահապարտներ, իբրև տրտմածներ, բայց շարունակ ուրախ ենք եւ իբրև աղքատներ, բայց շատերին ենք հարստացնում, իբրև թե ոչինչ չունենք, բայց ունենք ամեն ինչ, ամեն։ Սիրելի բարեկամներ, Պողոս առաքյալը սկսում է շատ հրատապ կոչով. ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։ Ինչ է սա նշանակում։ Շատ մարդիկ հոգևոր կյանքը հետաձգում են։ Մի օր կսկսեմ աղոթել, մի օր կխոստովանեմ, մի օր կվերադառնամ եկեղեցի, մի օր կփոխվեմ, բայց այդ մի օրը հաճախ երբեք չի գալիս։ Մենք ապրում ենք հետաձգումների մշակույթում։ Մարդիկ հետաձգում են առողջությունը, ընտանիքը, հաշտությունը, նույնիսկ Աստծո հետ հարաբերությունը։ Բայց առաքյալն ասում է. ոչ վաղը, այլ այսօր։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. սատանայի ամենասիրած բառը վաղն է, իսկ Աստծո բառը այսօրը։ Իսկապես հզոր միտք է, եթե կա մի քայլ, որ Աստված քեզ կոչ է անում անել, մի հետաձգիր։ Պողոս առաքյալն ասում է, որպեսզի մեր ծառայությունը չպախարակվի։ Մարդիկ հաճախ ավետարանը գնահատում են ոչ թե մեր խոսքերով, այլ մեր կյանքով։ Քո ընտանիքը, քո երեխաները, քո գործընկերները նախ տեսնում են քո կյանքը, հետո լսում քո խոսքերը։ Աշխարհը հոգնել է գեղեցիկ խոսքերից, նա փնտրում է իսկական վկաների։ Մարդկանց, որոնց կյանքն ու խոսքը համապատասխանում են միմյանց։ Սուրբ Եփրեմ ասորին ասում է. քարոզը սկսվում է ոչ թե ամբիոնից, այլ մարդու վարքից։ Հաճախ հարցրու քեզ, իմ կյանքը մարդկանց ավելի է մոտեցնում Աստծուն, թե հեռացնում է։ Հետո առաքյալը թվարկում է իր փորձությունները, նեղություններ, կարիքներ, տագնապներ, հարվածներ, բանտեր, անկարգություններ, տգնություններ, անքուն գիշերներ։ Եք ուշադրություն դարձրեք, նա չի թաքցնում իր ցավերը, նա չի ձևացնում, թե ամեն ինչ կատարյալ է։ Այսօր շատերը սոցիալական ցանցերում ցուցադրում են միայն կյանքի գեղեցիկ կողմերը,
Թվում է թե բոլորը երջանիկ են, բոլորը հաջողակ են, բոլորը հանգիստ են, բայց իրական կյանքում մարդիկ պայքարներ ունեն։ Պողոսն ազնիվ է, նա ասում է. այո, դժվարություններ կան, բայց պատմությունը այստեղ չի ավարտվում։ Առաքյալը չի կենտրոնանում միայն իր վերքերի վրա, նա խոսում է նաև այն մասին, թե ինչպես է անցել դրանց միջով։ Առաքյալն առաջարկում է այն զենքերը, որոնց օգնությամբ կարող են անցնել. մաքրություն, գիտություն, համբերություն, բարություն, Սուրբ Հոգի, անկեղծ սեր։ Քրիստոնյան հաղթում է ոչ թե ավելի մեծ աղմուկով, այլ այն ավելի մեծ սրբությամբ։ Սուրբ Օգոստնես Երևանելին ասում է. սրբությունը այն ուժն է, որ թշնամին չի կարող հաղթել։ Խնդիրների ժամանակ առաջին հերթին պահպանիր քո սիրտը, մի կորցրու սերը, մաքրությունը եւ հավատքը։ Արդարության զենքերով աջից եւ ձախից։ Պողոսը քրիստոնեական կյանքը ներկայացնում է որպես պատերազմ, բայց հետաքրքիր է, որ նա խոսում է ոչ միայն հարձակումների, այլ նաև հաջողությունների մասին։ Ինչու՞։ Որովհետև երբեմն փորձությունը դժբախտություն է, բայց երբեմն փորձությունը հաջողություն է։ Մեր ժամանակներում ոմանք Աստծուց հեռանում են ցավի պատճառով, մյուսները հաջողության։ Երկուսն էլ վտանգավոր են։ Աստծուն մոտ մնա թե նեղության, թե հաջողության ժամանակ։ Հիմա գալիս է հատվածի ամենահզոր մասը։ Առաքյալը նկարագրում է իր կյանքը հակասությունների լեզվով, որպես մոլորված, բայց ճշմարիտ։ Մարդիկ կարող են քեզ սխալ հասկանալ, բայց Աստված գիտի ճշմարտությունը, որպես անծանոթ, բայց ճանաչված։ Աշխարհը գուցե չիմանա քո անունը, բայց քո անունը գրված է երկնքում։ Որպես մեռնող, բայց ահա կենդանի ենք։ Շատ անգամ թվում է, թե ամեն ինչ ավարտվել է, բայց Աստված նոր էջ է բացում, որպես տրտմած, բայց միշտ ուրախ։ Սա քրիստոնեական մեծ գաղտնիքներից մեկն է։ Հնարավոր է արտասվել եւ միաժամանակ հույս ունենալ, որպես աղքատ, բայց շատերին հարստացնող։ Աշխարհը հարստությունը չափում է դրամով, Աստված ազդեցությամբ։ Որպես ոչինչ չունեցող, բայց ամեն ինչ ունեցող։ Եթե Քրիստոս ունես, ապա ունես ամենակարևորը։ Սուրբ Աթանասն ասում է. Քրիստոնյայի ուժը չի երևում այն ժամանակ, երբ նա չի ընկնում, այլ այն ժամանակ, երբ ընկնելուց հետո շարունակում է կանգնած մնալ։ Սուրբ գրային այս հատվածը մեզ սովորեցնում է կյանքում կիրառելու մի քանի կարևոր քայլեր։ Փորձիր չհետաձգել քո ապաշխարությունը եւ հոգեվոր աճը։ Հիշիր, որ այսօր է փրկության օրը։ Թույլ տուր, որ քո կյանքը վկայություն լինի։ Դժվարությունների ժամանակ մի մտածիր, թե Աստված լքել է քեզ։ Զարգացրու համբերություն, մաքրություն եւ սեր։ Հավատարիմ մնա թե հաջողության, թե նեղության մեջ։ Քո արժեքը չափիր ոչ թե մարդկանց կարծիքով, այլ Աստծո աչքերով։ Սիրելի հավատավոր հետևորդներ, առաքյալի կյանքը մեզ սովորեցնում է մի բան, որը մեր ժամանակի մարդը հաճախ չի ուզում լսել։ Հավատքը չի ազատում մեզ բոլոր դժվարություններից, բայց հավատքը մեզ ուժ է տալիս հաղթահարելու դրանք։ Պողոսը հալածվեց, բանտարկվեց, վիրավորվեց, բայց չկոտրվեց։ Ինչու՞, որովհետև նրա ուժը հանգամանքներից չէր գալիս, նրա ուժը Քրիստոսից էր գալիս։ Այսօր գուցե դու էլ անցնում ես նեղության, հիասթափության, վախի կամ պայքարի միջով։ Մի հանձնվիր, քո պատմությունը դեռ ավարտված չէ։ Աստված դեռ գործում է, եւ եթե դու նրա հետ ես, ապա կարող ես Պողոսի հետ ասել. տրտմած ենք, բայց միշտ ուրախ։ Ոչինչ չունենք, բայց ամեն ինչ ունենք։ Քանի որ աշխարհի ամենամեծ հարստությունը Քրիստոսն է, եւ ով ունի Քրիստոս, նա երբեք իրականում դատարկ չէ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը։
բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ նաեւ տարածել այս տեսանյութը, ուղարկել ընկերներին, բարեկամներին, հարազատներին, տեղադրել սոցիալական ցանցերում, Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում եւ օգնել, որ այս օրվա սուրբգային հատվածի բացատրությունը հասանելի լինի ավելի շատ քրիստոնյաների։